Ինչ կասեք, եթե ես ձեզ ապացուցեմ, որ ձեր անձնագրում գրված մի քանի տառերը կարող են լինել ձեր կյանքի գաղտնի դահիճը կամ ձեր հաջողության միակ բանալին։ Դուք կարող եք լինել աշխարհի ամենախելացի մարդը, բայց ձեր անունը ձեզ ենթագիտակցաբար մղի դեպի աղքատություն, հիվանդություն կամ նույնիսկ հանցագործություն։ Սա պարզապես նյութ չէ, սա ձեր ինքնության տոտալ վերանայումն է։ Ողջույն բոլորին, ես Արգամ Ռոբերտին եմ և դուք դիտում եք Արգամ բլոգը։ Այսօր մենք միասին կբացահայտենք այն, ինչը թաքցնում են ձեզնից գիտնականները, հոգևորականներն ու էզոթերիկները։ Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես է անձնագրով մեկ տառ փոխելը շրջում մարդու ճակատագիրը 180 աստիճանով և ինչու է ձեր անունը աշխարհի ամենահզոր մանտրան։ Մնացեք ինձ հետ մինչև վերջ, քանի որ վերջին 5 րոպեում ես կտամ այն բանաձևը, որով կհասկանաք ձեր անունը ձեզ օգնում է, թե կործանում։ Եկեք սկսենք մի ապշեցնող հոգեբանական փաստից։ Գիտեիք, որ ցանկացած մարդու համար իր սեփական անունը աշխարհի ամենաքաղցր և ամենակարևոր հնչյունն է։ Հոգեբանները պարզել են, որ երբ մենք լսում ենք մեր անունը, մեր ուղեղի որոշակի կենտրոններ ակտիվանում են այնպես, ինչպես ոչ մի այլ բառ լսելիս։ Եթե ցանկանում եք մարդու հետ վայրկենական կապ հաստատել կամ նրան ձեր կողմը գրավել, ուղղակի հաճախակի տվեք նրա անունը։ Դա բացում է բոլոր հոգեբանական դռները։ Բայց սա միայն սառցալեռան գագաթն է։ Գոյություն ունի նոմինատիվ դետերմինիզմի տեսությունը։ Մարդիկ ենթագիտակցաբար ընտրում են այնպիսի մասնագիտություններ կամ բնակավայրեր, որոնք նման են իրենց անվանը։ Օրինակ, Դենիս անունով մարդիկ վիճակագրորեն ավելի հաճախ են դառնում ատամնաբույժ, քան մյուսները։ Ձեր անունը ձեզ հուշում է, թե ուր գնալ, և դուք դա անում եք առանց գիտակցելու։ 1960-ականների մի հետազոտություն բացահայտել է, որ անսովոր և տարօրինակ անուններ ունեցող մարդիկ ավելի հակված են հոգեկան խանգարումների և նույնիսկ հանցագործությունների։ Ինչու՞։ Որովհետև հասարակությունը նրանց սկսում է մերժել դեռ մանկապարտեզից։ Ձեր անունը կարող է ձեզ դարձնել կամ հասարակության սիրելին, կամ մեկուսացված իզգոյ։ Հիմա դիմում եմ իմ հայ հանդիսատեսին։ Մեր ազգանունները սոսկ յանով վերջավորություններ չեն, դրանք տոհմական կոդեր են, բայց այստեղ կա մի սարսափելի էջ։ 1800-ականներին Օսմանյան կայսրությունում թուրք պաշտոնյաները հայերին հաճախ տալիս էին նվաստացուցիչ ազգանուններ նրանց կոտրելու համար։ Օրինակ Չերքինյան, Դիրսիզյան, Ալթիպարմակյան, Քուլաքսիզյան և այլն։ Այս մարդիկ ստիպված էին կրել այդ պիտակները դարեր շարունակ։ Եթե դուք այսօր կրում եք նման ազգանուն, դուք կրում եք ձեր նախնիների նկատմամբ կատարված բռնության էներգետիկան։ Էզոթերիկան ասում է, որ նման ազգանունը կարող է բլոկավորել ձեր հաջողությունը, քանի դեռ դուք չեք գիտակցել դրա ծագումը և չեք փոխել ձեր վերաբերմունքը դրան։ Իսկ ինչ է ասում քրիստոնեությունը։ Քրիստոնեական ավանդույթում անունը մարդու սուրբ պատկերն է։ Աստվածաշնչում Աստված փոխում էր մարդկանց անունները, երբ նրանց նոր ճակատագիր էր տալիս։ Աստվածաշնչում անվանափոխությունը նշանակում է ճակատագրի լիակատար վերափոխում։ Աբրահամը դարձավ Աբրահամ միայն այն ժամանակ, երբ Աստված նրան նոր առաքելություն տվեց։ Սիմոնը դարձավ Պետրոս, Վեմ,
որի վրա կառուցվեց եկեղեցին։ Հայ առաքելական եկեղեցում մկրտության ժամանակ տրվող անունը կնունքը կնիք է ձեր հոգու վրա։ Երբ քահանան ձեզ տալիս է մկրտության անուն, նա ձեզ միացնում է մի սրբի էներգետիկայի հետ։ Դա ձեր հոգևոր զրահն է։ Շատերը հարցնում են. կարելի է ունենալ երկու անուն։ Գիտությունն ասում է՝ այո, երկու անուն ունեցող մարդիկ ավելի խելացի են ընկալվում հասարակության կողմից, բայց նրանց համար ավելի դժվար է սեփական ինքնությունը գտնելը։ Ընկերներ, եթե սկսում եք գիտակցել ձեր անվան ուժը, ապա հենց հիմա խնդրում եմ սեղմել լայքի կոճակը։ Սա օգնում է, որ այս կարևոր տեղեկատվությունը հասնի ավելի շատ մարդկանց։ Բաժանորդագրվեք Արգան բլոգին նաև Instagram-ում, որտեղ ես կտեղադրեմ հատուկ աղյուսակ ձեր անվան թիվը հաշվելու համար։ Միացեք մեր մեծ ընտանիքին։ Անցնենք թվերին։ Թվաբանությունում յուրաքանչյուր տառ ունի թիվ։ Եթե ձեր անվան տառերի գումարը չի համապատասխանում ձեր ծննդյան թվին, դուք կյանքում միշտ զգալու եք դիմադրություն։ Դուք կարծես թե թիավարում եք հոսանքին հակառակ։ Հիմա լսեք ամենաարտասովորը։ Հայոց այբուբենը սոսկ տառեր չեն, այն մաթեմատիկական հանճարեղ համակարգ է։ Գոյություն ունի մի ալգորիթմ, որը կապում է հայերեն բառերը քիմիական տառերի հետ։ Վերցրեք ոսկի բառը, հաշվեք տառերի կարգաթիվը մեր այբուբենում։ Այն հավասար է 79-ի։ Իսկ գիտեք թե որն է ոսկու կարգաթիվը Մենդելեևի աղյուսակում։ Այո, հենց 79-ն է։ Նույնը աշխատում է արճիճ բառի դեպքում։ Ստացվում է 82։ Սա պատահականություն չէ, սա տիեզերական ծրագրավորում է, որը Մաշտոցը դրել է մեր լեզվի մեջ։ Աստղաբանությունն ասում է, որ անվան առաջին հնչյունը պետք է համապատասխանի ձեր ծննդյան պահին, լուսնի դիրքին, նաքշատրային։ Եթե այն սխալ է ընտրված, մարդը կարող է ամբողջ կյանքում տառապել առողջական խնդիրներից։ Եվս մի ապշեցնող փաստ, այս անգամ Այուրվեդայից։ Ձեր անունը մանտրա է։ Ամեն անգամ, երբ ձեզ դիմում են ձեր անունով, որոշակի չակրաներ սկսում են վիբրացիա տալ։ Օրինակ, Լ հնչյունը ակտիվացնում է արմատային չակրան, անվտանգությունը, իսկ Յ-ն սրտի չակրան, սերը։ Եթե ձեր անունը կազմված է միայն կոշտ հնչյուններից, դուք դառնում եք ագրեսիվ և լարված։ Սա ամենակարևոր մասն է կանանց համար։ Եթե դուք ամուսնանում եք և վերցնում եք ամուսնու ազգանունը, դուք լիովին հրաժարվում եք ձեր հին ինքնությունից և մտնում եք նոր տոհմի էներգետիկ դաշտ։ Դուք ստանում եք այդ տոհմի բոլոր հաջողությունները, բայց նաև նրանց բոլոր պարտքերը և կարմայական խնդիրները։ Եթե ամուսնու տոհմում եղել են ծանր ճակատագրեր, դուք սկսում եք կրել դրանց ազդեցությունը։ Սա է պատճառը, որ շատ կանայք ամուսնությունից հետո կտրուկ փոխվում են, թե բնավորությամբ, թե նույնիսկ արտաքնապես։ Սա կոչվում է տոհմական կարմա։ Ազգանվան փոփոխությունը ամուսնության ժամանակ կնոջ համար կարող է լինել կամ թռիչք, կամ անկում դեպի ամուսնու տոհմի պարտքերը։ Ինչպես ընտրել ճիշտ անուն երեխայի համար։ Երբեք մի դրեք մահացած հարազատի անունը, հատկապես եթե նա դժբախտ է եղել։ Դուք երեխային ստիպում եք կրկնել նույն ճակատագիրը։ Ստուգեք անվան նշանակությունը տարբեր լեզուներով։ Լսեք ձեր ներքին ձայնին։ Անունը պետք է ձեզ ջերմություն տա։ Պատմությունը ցույց է տալիս, որ տասնյակ համաշխարհային աստղեր երբեք չէին հասնի իրենց փառքի գագաթնակետին, եթե չորոշեին արմատապես փոխել իրենց անունն ու ազգանունը։ Ոմանք դա արեցին անցյալի ցավոտ հիշողություններից փախչելու համար, ոմանք հանուն գաղտնիության, իսկ ոմանց համար էլ դա պարզապես կոմերցիոն հնարք էր համաշխարհային բրենդ դառնալու ճանապարհին։ Շարլ Ազնավուր։ Ֆրանսիական շանսոնի լեգենդ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը գիտեր, որ ֆրանսիական բեմը նվաճելու համար անհրաժեշտ է հնչեղ և տեղի հասարակության համար հեշտ արտասանվող անուն։ Կրճատելով Ազնավուրյան ազգանունը և վերածելով այն Ազնավուրի և Վաղինակը դարձնելով Շարլ, նա չորացավ իր արմատները։
Հակառակը, նա ստեղծեց միջազգային բրենդ, որի միջոցով ամբողջ աշխարհին ստիպեց սիրել եւ ճանաչել հայ ազգին։ Կարևորը Շեր Փոփ երաժշտության աստվածուհի Շերլին Սարգսյանը ևս հասկանում էր մինիմալիզմի ուժը մարքեթինգում։ Թողնելով միայն իր անվան առաջին վանկը՝ Շեր, նա ստեղծեց անկախ, ուժեղ եւ խորհրդավոր կնոջ կերպար։ Այդ մեկ վանկանոց անունը նրան դարձրեց աշխարհի ամենաճանաչելի եւ երկարակյաց աստղերից մեկը, ում ներկայացնելու համար նույնիսկ ազգանուն պետք չէ։ Անրի Վերնոյ Երբ երիտասարդ Աշոտ Մալաքյանը որոշեց մուտք գործել ֆրանսիական կինոաշխարհ, նա հասկանում էր դրա փակ եւ բարդ բնույթը։ Ընտրելով Անրի Վերնոյ կեղծանունը, նա ստացավ անհրաժեշտ մուտքի տոմսը եվրոպական արվեստի վերնախավ։ Այդ անվան տակ նա աշխատեց Ժան Գաբենի, Ալեն Դելոնի եւ Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ։ Արժանացավ Օսկարի անվանակարգերի, բայց կյանքի վերջում իր լավագույն մայրիկ ֆիլմով ապացուցեց, որ Անրի Վերնոյի կոստյումի տակ միշտ բաբախել է Աշոտ Մալաքյանի հայկական սիրտը։ Էլթոն Ջոն Աշխարհը նրան ճանաչում է որպես բրիտանական երաժշտության արքա, բայց նա ծնվել է որպես Ռեջինալդ Քենեթ Դուայթ։ Ռեջինալդը ամաչկոտ էր, ուներ բարդ հարաբերություններ խիստ հոր հետ եւ չէր տեսնում իրեն մեծ բեմում։ Անվանափոխությունը նրա համար ոչ թե պարզապես PR քայլ էր, այլ անձնական ազատագրում։ Նա վերցրեց Էլթոն եւ Ջոն անունները իր խմբի անդամների անուններից։ Նոր անունը նրան թույլ տվեց սպանել հին բարդույթները, հագնել էքսցենտրիկ զգեստներ ու դառնալ այն լեգենդը, որին այսօր երկրպագում են միլիոնավորները։ Մերիլին Մոնրո Նորմա Ջին Բեյքերը պարզապես գեղեցիկ, բայց սովորական աղջիկ էր, որն աշխատում էր գործարանում։ Աշխարհահռչակ ստուդիայի պաշտոնյա Բեն Լայոնը հասկացավ, որ մեծ էկրանի համար Նորման չափազանց սովորական է հնչում։ Նա առաջարկեց Մերիլին անունը՝ ի պատիվ դերասանուհի Մերիլին Միլլերի, իսկ ինքը դերասանուհին ընտրեց մոր օրիորդական ազգանունը՝ Մոնրո։ Այդ օրվանից Նորմա Ջինը անհետացավ եւ ծնվեց Մերիլին Մոնրոն, 20-րդ դարի ամենաճանաչված սեքս խորհրդանիշն ու գեղեցկության էտալոնը։ Ֆրեդի Մերկուրի Queen խմբի լեգենդար վոկալիստը ծնվել է Զանզիբարում, Ֆարոխ Բուրսարա անվամբ։ Երբ նա տեղափոխվեց Մեծ Բրիտանիա, հասկացավ, որ իր մեծագույն երազանքներին հասնելու համար իրեն պետք է տիեզերական մասշտաբի անուն։ Ֆրեդին դարձավ Մերկուրի։ Մերկուրիոսը նշանակում է հռոմեական աստվածների սուրհանդակ։ Ֆրեդին այս կերպ ստեղծեց թագավորական, գրեթե աստվածային մի կերպար, որը հավերժ մնաց պատմության մեջ։ Եվ վերջում մի գաղտնիք, որը քչերը գիտեն։ Հայոց այբուբենի 7-րդ տառը N Աստծո անունն է։ Այն խորհրդանշում է էություն եւ կյանք։ Մեր այբուբենը ինքնին հզորագույն մաթեմատիկական եւ էներգետիկ համակարգ է։ Ձեր անունը ձեր կյանքի ղեկն է։ Եթե զգում եք, որ ձեր կյանքը չի ստացվում, գուցե ժամանակն է վերանայել ձեր կոդը։ Բայց հիշեք, անվան փոփոխությունը լուրջ քայլ է, որը պահանջում է 9 ամիս ամբողջական ինտեգրման համար։ Առաջին 3 ամիսը կփոխվի ձեր շրջապատը, հաջորդ 3 ամիսը ձեր մտածելակերպը, իսկ վերջին 3 ամիսը ձեր ամբողջ ճակատագիրը։ Սիրելի հետևորդներ, շնորհակալություն, որ այս րոպեները անցկացրեցիք Argan Blog-ի հետ։ Ես հավատում եմ, որ այսուհետ դուք ձեր անունը կարտասանեք նորովի, հպարտությամբ եւ գիտակցությամբ։ Գրեք մեկնաբանություններում ձեր անունը եւ ես կփորձեմ պատասխանել դրանցից ամենահետաքրքիրներին։ Ձեզ հետ Argan Ռոբերտին էր։ Մնացեք գիտակից եւ պահպանեք ձեր անվան ուժը։ Շուտով կհանդիպենք։ Հա։ Շները իմը չեն։ Շները իմը չեն։ Չէ, դուք Կիպրոսից չեք։ Հա չեք հիշում։ Ոնց է։ Привет, Argan, չէ։ Հա։
լավ եղբայր դու ոնց ես։ Լավ, որտե՞ց հանդիպեցինք, ոնց է գործերը։ Նորմալ չէ, համստերը մնում համանդեր նանգերս սրա Կիպրոսից եկել է։ Հա, Իրենք ես վերջերս եկես այս նոր հետ եմ գնում։ լավա գործերը։ Նորմալ։ Ոնց հանդեղի հայությունը ոնց է։ Լավ, փառք Աստծո։ Դուք ոնց եք։ Լավ, շատ ուրախացած եմ, ինչպես։ Դրանց չեք եղել այնտեղ։ Չէ, իմ մոտ մի քիչ խառը էտապները չէ, բայց ուզում եմ կգնամ ճիշտն ասած, բարը ձեզ, հա։ Ընտանիքով եք։ Հա։ Ինչով կարող եմ ես ձեզ օգտակար Չէ, ոչ մի բան, ես օգտակար եմ, ցավոտ բան։ Լավ, շնորհակալ եմ։ Ստեղ եք ու Դիլիջան եք։ Այս պահին այստեղ նկարում եմ։ Եթե այստեղ լինելու կարող եմ սուրճ խմենք երեկոյան։ Հա, հեսա դուս են գալու, ուղղակի sense Մալատն է Կիպրոսից։ Արգամը գիտես, բան է, Վանթանենք որ վերել էին զինվորներին երեխեքին հիշում ես Կիպրոս, արգամներ իրանց հետ։ Արգամներ իրանց հետ, հա, ինքը հիշեց, ես բան չարեցի բարի տակ։ Ես էլ ասում ծանոթ դեմքում եկել հիշեցի, լավ ժամանակ եք անցկացնում։ Հա, լավ։ Ձեզ լավ ժամանակ, շատ ուրախ եմ որ ձեզ տեսա։ Հաջողություն։ Մերսի։ Կատարյալ տուն ստեղծելու համար պետք է հասկանալ բնության լեզուն։ Պետք է վերցնել փայտի շնչառությունը, երկաթի անկոտրում կամքը և մոնոլիթի հավերժական ուժը։ Ու դրանք միաձուլել այնպես, որ ստեղծվածը ոչ թե հակադրվի բնությանը, այլ դառնա նրա շարունակությունը։ Ուստի, երբ որոշում ես կառուցել քո անձնական տարածքը, պետք է վստահես նրանց, ովքեր տիրապետում են կառուցապատման այս խորհրդավոր արվեստին։ Մարգարյանց Building ընկերություն, որը կյանքի է կոչում ձեր ամենահամարձակ երազանքները Հայաստանի ցանկացած կետում, լինի դա էներգիայով լի փայտե քոթեջ, աներեշ մոնոլիթ բնակելի տուն, թե երկաթի ամուր շինություն և հանգստացնող սաունա։ Այստեղ ստեղծում ենք կատարելություն։ Ամենակարևորը ձեր կառույցի դիզայնը կազմակերպությունը կտրամադրի բացարձակապես անվճար։ Իսկ եթե դուք արդեն ունեք ձեր երազանքի գծագիրը կամ ցանկանում եք ինքներդ ստեղծել դիզայնը, մասնագետները կիրագործեն այն միլիմետրի ճշտությամբ։ Դուք միայն պատեր չեք ստանում։ Մարգարյանց Building-ը հանձնում է ձեզ ձեր երազանքը արտաքին և ներքին ամբողջական հարդարմամբ։ Դուք պարզապես բացում եք դուռը և մտնում ձեր նոր կյանք։ Մեր կյանքը միակն է, իսկ ժամանակը ամենաթանկ ռեսուրսը։ Մի վատնեք այն անվերջանալի և հոգնեցնող գործընթացների վրա։ Վստահեք ձեր կառուցապատումը պրոֆեսիոնալներին և վայելեք բնության և հարմարավետության ներդաշնակությունը։ Կապ հաստատեք Մարգարյանց Building-ի հետ հենց հիմա, զանգահարելով 033 72 22 07 հեռախոսահամարով։ Մարգարյանց Building, կառուցում ենք ոչ թե ուղղակի տներ, այլ ձեր հոգու ապաստարանը։